Որոմների առակը։ Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց։ Եվ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ և ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց։ Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց եւ այն որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան ու ասացին նրան. «Տեր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղից է այդ որոմը»։ Եվ Տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենում ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ Եվ Տերը նրանց ասաց. «Ոչ, միգուցե որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ. նախ այդ որոմը քաղեցեք եւ դրանից խուրձեր կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ»։ Առակի մեկնությունը։ Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու որդին է, իսկ արտը այս աշխարհն է։ Բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Եվ թշնամին, որ այն ցամեց, սատանան է, իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են։ Ինչպես որոմը հավաքվում է եւ կրակի մեջ այրվում, այնպես կլինի այս աշխարհի վախճանին։ Մարդու որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղությունները եւ նրանց, որոնք անօրինություն են գործում։ Եվ կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում։ Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։